Ժամանակակից մարդկության հիմնական մասը իր գիտակցական զարգացման ներկա փուլում գտնվում է մտավոր ոլորտում և սկսել է առնչվել հոգևոր ոլորտի հետ, սակայն դեռևս չի հասել հոգևոր գիտակցությանը։ Նախկինում հավատքի ձեռքբերման վրա մեծ ազդեցություն էին գործում հրաշքներն ու դրանց թողած ազդեցությունները։ Ներկայումս, երբ շատ հրաշքներ դարձել են գիտության կողմից բացատրելի, կարծես խախտվել են նման ձևով հավատքի ձեռքբերման հիմքերը։ Գուցե նաև սա է պատճառը, որ շատերը գիտությունը հակադրում են հավատքին, համարում գլխավոր խոչընդոտը նրա ճանապարհին։ Մարդկությունը իր գիտակցության զարգացման ընթացքում անցնում է տարբեր ոլորտներով՝ ֆիզիկական, հուզական, մտավոր, հոգևոր, ամեն ոլորտում փորձում հասկանալ իրեն և շրջապատող աշխարհը, արդեն այդ ոլորտին համապատասխան ընկալումներով առնչվում արարչագործական ծրագրի իրականացման համար գործող երևույթներին, մեխանիզմներին, զգում դրանց ազդեցությունը, անում եզրահանգումներ, ցավոք, շատ հաճախ այն ծառայեցնում իր մարդկային նեղ գաղափարներին ու ծրագրերին։ Մարդկության մի ստվար խումբ գիտության կողմից արդեն մտավոր ոլորտում արված բացահայտումները, արտաքին աշխարհից ստացած ընկալումներն ու իմացությունը չկարողանալով տեղադրել անցյալից եկող ճշմարիտ հոգևոր ուսմունքի ձևաչափի մեջ, որն իրականում կիրառելի է բոլոր ժամանակներում, մնում է չբավարարված, փնտրում է այլ հոգևոր ուսմունք, դավանանք։ Չտեսնելով գիտության ճիշտ տեղն ու դերը հոգևոր առաջխաղացքում, ստեղծվում են այսպես կոչված գիտական հիմքերի վրա ստեղծված նոր հոգևոր ուսմունքներ ու դավանանքներ, կամ հենվելով նախկինում եղածի վրա, փորձում են նրանում կատարել ինչ-որ փոփոխություն, ստեղծել տարբերություններ, որոնք իրականում միտված են նախկին դավանաբանության հիմքի վրա ձևավորել նոր ոլորտ, նոր դաշտ, որտեղ կարող են իրականացնել սեփական ծրագրերը, ներկայացնելով այն արդիական։ Նրանք իրենց դեմ ուղղված ցանկացած մոտեցում ներկայացնում են որպես հնի ու նորի առաջադեմի պայքար։ Իրականում այդ նոր կրոնական կառույցներն ու ուսմունքները մակաբույծներ են, որոնց առաջացման վտանգը կա ցանկացած կենդանի համակարգի ստեղծման ժամանակ, այդ թվում նաև հոգևորի։ Անգամ չխորանալով գիտական լուրջ փաստերի մեջ, մարդկային պարզ տրամաբանությամբ կարելի է հասկանալ, որ առաջադիմականը իր մեջ պետք է կրի զարգացման ավելի բարձրակարգ ոլորտ։ Եվ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ ճիշտ հոգևոր առաջընթացը այդպես էլ կատարվում է, անցնելով նյութականից հոգևորին, հեթանոսությունից քրիստոնեությանը։ Վերջինս իրոք ծանոթացնում է բարձրակարգ ոլորտի, հոգևորի օրենքներին, սովորեցնում ապրել այդ ոլորտի կանոններով, տիրապետել այնտեղ գործող մեխանիզմներին, հավատի, հույսի ու սիրո հզոր ուժի ներգործությամբ հասնել հոգևոր գիտակցությանը, որը երկնային է, աստվածային և նրա հսկողության տակ պահել նյութական աշխարհի համար ստեղծված և միայն այնտեղ գործող մարմնական, հուզական, մտավոր դրսևորումները, թույլ չտալով, որ ենթագիտակցականը, բնազդայինը հանդես գա որպես կյանքն առաջ մղող ուժ։ Ուշադիր ուսումնասիրելով աղանդների կառուցվածքն ու այնտեղ գործող մեխանիզմները, հստակ կարելի է ասել, որ որքան էլ նրանք փորձեն ցուցադրել իրենց հոգևոր բնույթը, ուշադրությամբ հետևելով նրանց հավաքներին, ծիսակատարություններին, կարելի է ապացուցել, որ նրանց գործունեության մեջ օգտագործվում են մեխանիզմներ, որոնք ուղղակի արգելակում են հոգևոր առաջընթացը։ Սկսած անիմաստ ֆիզիկական շարժումներից, էքստազի բերող ջերմեռամ նույն բառերը կրկնելուց, գոռում գոչումներից, մինչև
հիպնոտիկ վիճակ։ Իրականում դրանք օգտագործվում են էներգետիկ ռեզոնանս առաջացնելու, արհեստական հոգևոր դաշտ եւ հիպնոտիկ վիճակ ստեղծելու համար, որը հնարավորություն է տալիս ներշնչելու իրենց գաղափարները։ Ճշմարիտ քրիստոնեական դավանաբանության մեջ ամեն ինչ իմաստավորված է։ Աղոթքներն ունեն խոր իմաստ, կատարվում են սթափ, արթուն գիտակցությամբ։ Հոգևոր երաժշտությունն ու շարականները մտերմիկ զրույց են Արարչի հետ, որը բերում է մարդկային բանական մտքի ու հոգու ներդաշնակության։ Ամենաքիչ անտեղյակություն կարելի է համարել վերջերս հնչեցրած մեկնաբանությունը, որ քրիստոնյայի աղոթքի ժամանակ առաջանում է հիպնոտիկ վիճակ։ Մեկնաբանողը հավանաբար հեռու է քրիստոնեական հավատքից եւ փորձում է բացատրություններ տալ իր աթեիստի ընկալումներով։ Եթե աղոթելիս քրիստոնյան հիպնոտիկ վիճակում է, ապա գործ ունենք ֆանատիզմի հետ, որը միանգամայն հակառակ է քրիստոնեական մոտեցումներին։ Այստեղ տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից է բանական մտքի եւ հոգևոր գիտակցության ճիշտ կապի, հակադրությունների միասնության ստեղծումը, որին հասնելու համար օգտագործվում է հոգևոր ոլորտը սնող աղբյուրը՝ սերը հույսի ու հավատի հետ, որը միշտ արթուն է պահում բանական միտքը, որն էլ ստեղծում է խաղաղ, ներդաշնակ հուզական վիճակ, արդյունքում առողջ եւ կենսունակ պահելով մարդու հոգու երևույթացման համար ստեղծված մարդկային մարմինը։ Մարդիկ, ովքեր չեն ըմբռնում այս մոտեցումը, կամ նրանք, ովքեր չեն հասկանում, որ գիտությունը չի կարող հավատքի հիմք ծառայել, եւ որ այն կարող է միայն լինել հավատքը գիտակցված, իմացական դարձնելու միջոց, հաճախ մեծ ոգևորությամբ անդամագրվում են այդ կառույցներին։ Մարդը, ինչպես նյութական աշխարհում, այնպես էլ հոգևոր առաջխաղացքում չի կարող միայնակ գոյատևել։ Եվ Արարիչն անշուշտ ստեղծել է այն մեխանիզմները, որոնցով մարդը կարող է միավորվել իր նմանների հետ, ստեղծել միասնական դաշտ, ինչը կօգնի նրան իր տեսակի գոյապահպանման պայքարում։ Արարչագործական ծրագրում այդ խմբավորումները առաջանում են ըստ անհրաժեշտության, պատճառահետևանքային կապերի արդյունքում, Արարչի կամքով, որտեղ պահպանվում է յուրաքանչյուր անդամի անհատականությունը, նրա հոգևոր ճիշտ առաջընթացը։ Ստեղծված համակարգի արդեն որպես նոր կենդանի օրգանիզմի հոգևոր առաջընթացը իրականանում է իր անդամների հոգևոր առաջընթացի արդյունքում։ Այստեղ գործում է բջիջ համակարգ հարաբերությունը, որտեղ կա ինչպես ուղիղ, այնպես էլ հետադարձ կապ։ Մարդիկ դառնում են մասնիկը համակարգի, սնում նրան իրենց էներգիաներով, գաղափարներով։ Համակարգը նրանց ներառելով իր մեջ, որպես ամբողջականություն դառնում է վահան, արտաքին հարվածները վերցնում իր վրա, սնում իր անդամներին ամբողջի համար գործող հզոր ընդհանուր էներգիաներով ու գաղափարներով, եւ այդպես շարունակ։ Այդ համակարգում ամենագլխավոր դերն ունի մարդու միտքը, որում գրանցված են նաև ֆիզիկական ու հուզական ոլորտում տեղի ունեցող երևույթները։ Գիտությունը բացահայտել է, որ մարդը բազմաոլորտ տեղեկատվական էներգետիկ համակարգ է, եւ մտավոր ոլորտից տիեզերք է ճառագայթվում մարդուն առնչվող ողջ տեղեկատվությունը եւ պահպանվում այնտեղ։ Մարդկանց կողմից նույն հաճախականությամբ եւ ամպլիտուդով ալիքները մտնում են ռեզոնանսի մեջ, ստեղծում նոր, հզոր համակարգ, այնքան կայուն, որքան կայուն են այդ ալիքները։ Հարկ է նշել, որ համակարգը իր մեջ կրում է նաև
անցյալից եկած եւ պահպանված ալիքները, դրանց մեջ պահպանվող տեղեկատվությամբ։ Որտեղ միտքդ է, այնտեղ դու ես։ Սա ասել է Սուրբ Գրիգոր Նարեկացին դեռևս 11-րդ դարում։ Գոյապահպանման այս կարգը գործում է մարդկային ցանկացած խմբերի ստեղծման ժամանակ։ Ընտանեկան, ընկերային, մշակութային, դասակարգային, կրոնական, ազգային։ Հավատքի վրա հենված համակարգը ամենակայունն է, քանի որ այն ներառում է կայունության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Այս է պատճառը, որ մարդկության պատմության մեջ մասսաների մասնակցությունն անհրաժեշտ բոլոր կարևոր իրադարձություններում, պետությունների ստեղծում թե պատերազմների սանձազերծում, որպես հզոր ուժի հենվել են դավանանքի ու կրոնի վրա, որը հնարավորություն է տվել հեշտությամբ իրականացնել իրենց ծրագրերը ամբողջական մասսաների մասնակցությամբ։ Մարդը բացահայտելով այս երևույթը, փորձում է այն օգտագործել ծառայեցնելով իր նպատակներին։ Ստեղծվում է արարչագործության վերը նշված օղակի մոդելը, որը ղեկավարվում է իր մարդու կողմից։ Եվ եթե այն չի համընկնում արարչի մեծ ծրագրի հետ, եւ եթե այնտեղ դրված են ոչ կառուցողական գաղափարներ, ապա ստեղծված համակարգը ծառայում է ոչ կառուցողական ուժերին, այլ չարին։ Մոդելի ստեղծման հեղինակները, օգտագործելով բնության մեջ գործող օրենքներն ու երևույթները, ստեղծում են միասնական դաշտ, որի հզորությունը մեծապես կախված է անդամների քանակից, քանզի այն նոր է ստեղծվում եւ չունի անցյալից եկած տեղեկատվությունը, որով եւս պայմանավորվում է դաշտի հզորությունը։ Նրանք օգտագործում են անդամների հավաքագրման ցանկացած միջոց։ Այնուհետև մարդու մտքի եւ ազատ կամքի վրա ազդելու մեխանիզմներով ու ձևերով, որոնք նույնպես գոյություն ունեն եւ պիտի գործեն անհրաժեշտության դեպքում, Աստծո կամքով, արարչագործության մեծ ծրագրին, տվյալ մարդու հոգևոր առաջընթացին համապատասխան, նրան դարձնում են իրենց կամակատարը, օգտագործում իրենց ծրագրին համապատասխան։ Արգելված ազատ կամքն ու միտքը փակում են աստվածային էության, հոգու երևոթացումը, դրսևորումը, որում նախանշված է հոգևոր ճիշտ առաջընթացը։ Մարդուն մնում է մեկ հնարավորություն։ Այն, ինչ տրվում է համակարգի կողմից, որին ամրագրվել է ինքը, եւ որը ղեկավարվում է այդ մոդելի համակարգի ստեղծողի կողմից, ով էլ դառնում է այն սահմանը, որին կարող է նմանվել մարդը, ձգտել իր հոգևոր առաջխաղացքում։ Այս ամենին անտեղյակ մարդուն թվում է, որ ընտրությունն իրենն է։ Առաջին հայացքից թվում է, որ գիտությունն իր բացահայտումներով հանդիսանում է չարի աղբյուր։ Սակայն այն արարչագործության մեջ անհրաժեշտ մի երևույթ է, որ տեղի ունենում նպատակային, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Այն մարդուն տրվում է գոյապահպանման ու առաջխաղացքի խնդիրները լուծելու համար։ Այլ է, թե մարդու կողմից իրեն տված ազատության սահմաններում ինչպես կօգտագործի, ինչ դեր ու նշանակություն կտրվի նրան հատկապես հոգևոր առաջխաղացքի մեջ։ Գիտությունը հզոր զենք է, թե չարի, թե բարու ձեռքին։ Այն կարող է օգնել հավատքը գիտակցված, իմացական դարձնելուն, ճշմարիտ ու կեղծ հոգևոր ուսմունքների տարբերությունը հասկանալուն, կեղծ կրոնական կառույցների իրական նպատակները, իրականացման մեխանիզմներն ու դրանց վտանգավորության աստիճանը հասկանալուն։ Այն կարող է օգնել
հոգևոր, իրական սարը փնտրող ճամփորդներին իրենց բազում հարցերի պատասխաններն ստանալուն։ Եթե մոլորվել են, չարի ձեռքից ազատվելուն, որոնց մեջ ցավոք հայտնվել են նաև մեր փոքրաթիվ, սակայն ճշմարիտ հավատքով ստեղծված հզոր դաշտից սնվող հայ ազգի զավակները։ Իմ առջև ծառացած բազում հարցերին պատասխաններ գտնելու համար կատարված ուսումնասիրությունները, որոնք իմ կարծիքով արվել են խիստ անկողմնակալ, հիմք են տալիս ինձ եզրահանգելու, որ հոգևոր առաջխաղացքում ամենաճշմարիտ ճանապարհը քրիստոնեությունն է, ամենազգուշ, ամենաազատական, Աստծո պատվիրաններով առաջնորդվող կառույցը հայ առաքելական Սուրբ Եկեղեցի։ Եկեղեցի ասելով, նկատի ունեմ այն իր ամբողջ լրումով, իր դավանաբանությամբ, դարերի խորքից եկող հայ սրբերից ճառագայթված ճշմարիտ ճանապարհ ցույց տվող հզոր լույսով, նրանց թողած հարուստ ժառանգությամբ, մեծ խորհուրդներ պարունակող հոգևոր շինություններով ու նրանց մեջ իրականացվող ծիսակատարություններով, հայ հավատացյալներով, նրանց Աստծո խոսքը հասցնող իմաստասեր քահանաներով։ Գիտությունը մեկ անգամ ևս ապացուցում է այն, ինչը հայտնի է հայ ազգի պատմությունից, որ հատկապես փոքրաթիվ ազգի գոյապահպանման ամենահզոր սյունը միասնական դավանանք ու ազգային եկեղեցի ունենալն է, որն իր ներսում ներառել ու պահպանել է արժեքներ, որոնք ինչպես ազգային, այնպես էլ համամարտկային են։ Մեր հավատը հնացած չէ, որ նորոգվի, եւ ոչ էլ թերի, որ լրացվի։ Սա կաթողիկոս Սիմեոն Երևանցու խոսքերն են, որը արտիական է եւ մեր ժամանակներում։ Այո, երբեք չի կարելի փոխհատուցել այն կորուստը, որը կրում է ազգը, երբ նրա զավակները դավանում են այլ հավատքի, հաճախում այլ կրոնական կառույցներ, եթե անգամ նրանք համարվում են ազգային արժեքների ստեղծողն ու պահպանողը։ Նրանք մասնատում, թուլացնում են այն համակարգը, այն վահանը, որի մասին մենք արդեն խոսել ենք։ Եթե անգամ այդ դավանանքը համարվում է ճշմարիտ, ընդունվում հայ առաքելական եկեղեցու կողմից որպես քույր եկեղեցի, ապա այն անհրաժեշտ է իր տեսակի, իր ազգի պահպանման համար։ Աստված պատահական ոչինչ չի ստեղծել։ Մեր կամքից անկախ, սակայն պատահական չենք ծնվել մեր ընտանիքում, մեր հայրենիքում, մեր ազգի մեջ։ Դրանցից ամեն մեկն ունի իր տեղն ու դերը մարդկության գոյապահպանման պայքարում։ Այն հայը, ով դավանում է այլ հավատքի, հաճախում այլ եկեղեցի, նման է այն զինվորին, ով սեփական որոշմամբ լքում է զորամասը, ծառայում այլ տեղ, արդարանալով, որ ինքը կռվում է նույն բանակում, նույն գաղափարի համար, որ կարևորը հաղթանակն է, եւ ինքը այն կտեսնի։ Գուցե կտեսնի, սակայն եթե իր նմանները շատ լինեն, այն կտեսնի այլոց հետ, այլոց մեջ եւ այդ հաղթանակը ինչպես իր, այնպես էլ մարդկության համար լիարժեք չի լինի, քանզի չի լինի արարչագործության մի կարևոր համակարգ, մի ազգ, որը մարդկության հոգևոր առաջխաղացքում առաջինն է ընդունել ամենաճշմարիտ դավանանքն ու ստեղծել ամենաճշմարիտ կրոնական կառույցը։ Եթե առաջինն է, ապա նշանակում է, որ բազում ազգերի մեջ ոչ միայն իր մեջ կրում էր աստվածային էությունը, այլ առաջինն էր, որ պատրաստ էր, պարարտ հող ուներ նրա երևութացման համար։ Նշանակում է նա ունի մեծ դեր արարչագործության մեծ ծրագրում։
Գիտությունը կարող է հավատքի ճանապարհին օգնել մարդուն հասկանալ, որ մարդկային միասնական մտքի ու գործունեության անհրաժեշտությունն ու նրա իրականացման մեխանիզմները արդեն հաշվի են առնված արարչագործության մեջ եւ ի տարբերություն մարդկային մի խմբի կողմից մշակված նման ծրագրի, որը կոչում են գլոբալիզացիա, որը լուրջ վտանգ է սպառնում փոքր համակարգերին, մշակույթ, փոքրաթիվ ազգեր, այստեղ պահպանվում է նրանց ինքնությունը։ Եվ ցանկացած նման համակարգի դերակատարման, գոյատևման կամ վերացման անհրաժեշտությունը որոշվում է ոչ թե մի խումբ մարդկանց կողմից, այլ առաջանում է անհրաժեշտաբար մարդկության գոյապայքարում, պատճառահետևանքային կապերի արդյունքում։ Գիտության դերը ավելի է մեծանում մարդկության գիտակցության ներկա մտավոր փուլում։ Այս փուլում է սպասվում չարի ու բարու ամենաահեղ ճակատամարտը, քանզի այն ճակատամարտ է մտավորից հոգևորին, երկրայինից երկնայինին անցնելու համար։ Եվ հաղթանակը մեծապես կպայմանավորվի հավատքի մեջ գիտությանը տված տեղով ու դերով, նրա կողմից կատարված բացահայտումների ճիշտ օգտագործումով։ Չլիներ այս պայքարը, գուցե այդքան կարևոր չէր լինի գիտության դերը հավատքի մեջ։ Դրախտում Ադամը գիտության կարիքը չուներ։ Այն անհրաժեշտ է արդեն դրախտից արտաքսված մարդուն, ում մնում է տառապանքների գնով, նաև գիտության միջոցով ձեռք բերել իմաստնություն, ինչը կօգնի անցնել փորձությունների միջով, հասկանալ իր ճիշտ տեղն ու դերը արարչագործության մեջ և ճիշտ ճանապարհով վերադառնալ դեպի տուն, դեպի Աստված։